Բարի լույս եւ բարի առավոտ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, մեզ դիտողներ ջան։ Ուրեմն հարգելիներս առավոտյան արթնացել եմ եւ գնացել եմ խոհանոց, առավոտ շուտ։ Խոհանոցում ինչ եմ անում, այս պահին հարգելիներս կաղամբ եմ կտրել եւ դրել եմ ջրի մեջ, որ եռա, ուզում եմ տոլմա պատրաստեմ։ Սկսենք հենց տոլմայից։ Արամիկս էլ առավոտ շուտ հյուր ա եկել մեզ, որովհետև այսօր Արամիկի պապիկի ծնունդն է։ Հարգելիներս այսօր իմ ամուսնու 55-ամյակն է։ Անկեղծ ասած չէինք որոշել ընդհանրապես ծնունդ անել։ Դե խառը վիճակ է, այդ նախամուտքը դեռ հələ կիսատ վերանորոգված է։ Չցանկացանք, անկեղծ ասած, որ ծնունդ անել։ Բայց դե այն որ ասում է, զորով շարով ծնունդ ա լինում, հարգելի հետևորդներ ջան։ Դե հիմա մտել եմ խոհանոց, հիմա ուզում եմ առաջինը տոլմա փաթաթեմ, տոլմայից հետո աղցան կպատրաստեմ ու հետո խորոված կանենք, հարգելիներս։ Մեծ հավաքույթ չենք անում, մենք մերոնցով, այսպես ասած, հարգելի հետևորդներ ջան։ Կարևորը թող ամուսինս լինի առողջ, երկար տարիների կյանք նրան ու մեր գլխից, բոլորիս գլխից անպակաս լինի։ Ամենակարևորը այդ եմ ուզում, հարգելիներս։ Հարգելի հետևորդներս, արդեն գույնը չի երևում, նայեք, արդեն ներկել ենք պատը, որոշեցինք, որ անենք մոխրագույն։ Դեռ մուգ է, ինքը թաց վիճակում է, կբացվի, նոր գույնը կերևա։ Ընտրեցինք այս գույնը, հարգելիներս։ Իր ծննդյան օրը, ով ա տեսել, որ մարդ իր ծննդյան օրը գործանի։ Տենց բան տեսել եք ժողովուրդ ջան, բայց իմ ամուսին հանում է։ Կրկին թութ են քաղել այսօր առավոտյան, հարգելիներս։ Հələ տեսեք ինչ խառը վիճակ է, ժողովուրդ ջան, հենց այս վիճակից եմ նեղվում, այս վիճակից։ Վերջացնենք մի հատ լավ, որ ասում է տեղը տեղին իմ ուզածով մաքրեմ այս բակը։ Հարգելիներս, այս գեղեցիկ դեկորը գնել ենք, որպեսզի կտրենք, դնենք դռան կողքերը։ Նայեք, քարպինջի նման է լինում, կտրում ենք, երևի այսպես։ Կտրում ենք ու դնենք, սիրուն դեկոր անենք դռան կողքերը։ Քանի հատ է, 1, 2, 3 հատ վերցրել եք։ Հարգելիներս, տոլման արագի մեջ փաթաթեցի, միայն կաղամբով տոլմա եմ դրել, այս 4 հատ պամիդորն է, որ միջուկից մնացել էր, լցրեցի պամիդորների մեջ, հարգելիներս, թե չէ, բոլորը կաղամբա, ոչ թուփ եմ դրել, ոչ բանջարեղեն եմ դրել, այս մի կաստրուկայով տոլմա է, հիմա սա կդնեմ գազօջախին, անցնեմ մնացած գործին, ժողովուրդ ջան, մի հատ ափսե կդնեմ վրա հեսա, դասավորեմ այստեղ, ասենց սիրուն,
մի հատ ափսե կդնեմ վրան, ահա, վերջ։ Աղջիկս էլ եկավ, հարգելիներս, մեծ աղջիկս։ Հլա մեր դռների վիճակը, վայ։ Եկեք երեխեք, եկեք, ատի աղջիկը եկավ, բարև Միլենա, բարև ձեզ։ Հարգելիներս պատրաստում ենք աղցան, դե սկզբից կտրում ենք աղամբը, հետո կտեսնենք ինչ ավելացնում, աղցանը պատրաստում է իմ աղջիկը։ Հարգելիներս, հիմա աղամբին ավելացնում ենք գազար, քերած գազար։ Ինչ աղցանա կոչվում վարդուհի կրապով աղցան, բրինձով, կրապով։ Բրինձ եք լսում։ Պղպեղ ենք լցնում։ Աղ ենք լցնում։ Հետևորդներ ջան, աղցանը պատրաստ է։ Դե սա կմատուցենք մայոնեզով։ Հարգելիներս, այս խորովածի գործն էլ մնաց իմ վրան, ոնց հասկացա, կրակն ընկա, մի անգամ խորոված արեցի ժողովուրդ ջան։ Ահա, ինձ ասում են դե սիրուն հիմա այս սոխով, մոխով խառնի բաստուրմադիր, այստեղ էլ կարտոֆիլն եմ պատրաստել, այս էլ խոզի միսն է։ Հիմա մնում է ամուսինս շարի շշերը։ Էդ էլ հարց է, ամուսինս կշարի, թե ես կշարեմ, ժողովուրդ ջան, ընթացքում կերևա, որ մեկս ենք անելու։ Չէ՞ Միլենա ջան։ Այո։
Տատի աղջիկը, տատի սիրուն աղջիկը։ Հարգելիներս, ահա։ Հիմա խորովածը շարումա տղաս։ Դե ես ասացի, որ ես ամեն ինչը համեմել եմ, սխտորով, պղպեղով, բայց դե շարելը ինձի չեն վստահում, ասում են դու լավ խորոված չես շարում։ Հարուտ մի բզբզա, հարուտ, մի բզբզա։ Այսեք իչքան սիրուն, գեղեցիկ, հավասար շարը արի տղաս, հələ նայեք։ Сразу виноград հավասար է։ Все, пап. Որտեղ գործի ժամը 10-ից կես է։ Որ զանգիր ասիր, ես դուրս մեկի չէի ուզում մտնել, ասի բարի գիշեր էսի։ Արա ապուտի չասի նստած են էլի սակունը զանգել են ինձ։ Այդքայ։ Այլի։ Ուզում հայակի տելենի։ Ալե շունամ ես սա։ Ահա քեզ սովոս։ Ախպերի դուրս չունենա ավելան։ Չեմ խաղում։ Ну յուղնականում։ Ո եկա յուղա 8 լիտր ոնց է։ Ապա 3.2 կես եկել 5-ից մատում։ Սա նույն լիտրաժներ։ Ոսում յան իրանք այդքան աղաչատել։ Միլենա։ Մամ, մեկ էլ աման դուր։ Հեսա կտում աղջիկ։ Հարգելիներս անկյունի վրա լցրեցի մայոնեզը, որպեսզի ամբողջ աղցանը մայոնեզ չանեմ։ Համով սալատ հատպես վարդիջը։ Անուշուտ են մեր հյուրերը։ Ժողովուրդ ջան, ուզում եմ այսքանով ավարտեմ այսօրվա տեսահոլովակը։ Շատ հոգնեցինք, ավելի ճիշտ որ ասեմ երեխաների ձայնից, երեխաները շատ էին, շատ աղմկում էին, այս կոմ այն կոմ էին վազում, դե բայց երեխային պետքա խաղան թե չէ, տունը մեծ, երեխաներն էլ խաղալ են ուզում։ Հետո հարգելի հետևորդներ ջան, որ ասեցի մենք մերոնցով, հենց մենք չէ, մերոնցով չցանկացան, որ Երևան YouTube-յան ալիքում, դրա համար ես չնկարեցի, այնպես որ ներող կլինեք, ցանկանում էի, որ նկարեի շատ, ասենք այդ տորտ կտրելը, սուրճ պատրաստելը, հարգելիներս, բայց չցանկացա։ Դե ես էլ չնկարեցի։ Ուզում եմ այսքանով էլ ավարտեմ այսօրվա տեսահոլովակը եւ նախապես բոլորիցդ շնորհակալություն հայտնեմ, որ միջևեր դիտում եք մեր տեսահոլովակը։
Իսկ ովքեր որ նոր են միանում մեր ալիքին, հարգելիներս, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, լայքեք ալիքը, հարգելիներս, գրեք մեկնաբանություններ եւ նորից ու նորից բոլորիդ ասում եմ շնորհակալություն եւ մաղթեմ բոլորիդ բարի եւ խաղաղ գիշեր, հարգելիներս։